Բարև ձեզ, Երկիր մեդիա եթերում մամուլի ակումբ հաղորդաշարի հերթական թողարկումն է եւ ինչպես գիտեք, մեր հաղորդաշարը նվիրված է լրագրողական էթիկային եւ լրատվամիջոցների ինքնակարգավորման հարցերում եւ մեր նպատակն է հասնել նրան, որ մեր լրատվամիջոցները լինեն որակյալ եւ լավագույնս ծառայեն հանրային շահերին։ Նախորդ հաղորդումներից մեկում մենք քննարկել ենք նախընտրական քարոզչության ավականու ընտրությունների լուսաբանումը եւ այսօր մենք անդրադառնանք նաեւ լռության օրվա եւ հետընտրական զարգացումների լուսաբանմանը։ Մեր այսօրվա բանախոսներն են Դավիթ Սանասարյանը, Բարև Երևան դաշինքի մամուլի խոսնակ եւ Գեղամ Մանուկյանը, Երկիր մեդիա հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն։ Եվ մեր փորձագետներն են Արմեն Մկրտչյան, հեռուստատեսության եւ ռադիոազգային հանձնաժողովի անդամ, Գեղամ Վարդանյան, Internews հասարակական գազམ་ակերպության Media.am կայքի պրոդյուսեր, Միքայել Զոլյան, քաղաքագետ եւ Մեսրոպ Հարությունյան, մամուլի փորձագետ։ Պարոն Սանասարյան, խնդրում եմ ձեր գնահատականը, եթե հնարավոր է լռության ժամերի, ինչպես նաեւ հետընտրական զարգացումների լուսաբանման մասին, հիմնականում հեռարձակվող լրատվամիջոցներում։ Անկեղծ ասած, ես որպես մամուլի խոսնակ ինքս էի փորձում խախտել լռության այդ ժամերը, օրենք խախտել, որտեղ այդ օրերին հենց այդ օրը շատ կոնկրետ ինֆորմացիաներ էր գալիս, թե որ ուժերի կողմից ընտրակաշառք էր բաժանում որ թաղամասում, ու հավաքեցինք լրագրողներին, փորձեցինք առանց անուններ չտալով, հա, ասենք ոչ այլընտրանք ներկայացող կամ իշխանական կուսակցությունների կողմից sense բան արվում, հետո հետ որոշակի պարզաբանների արդյունքում խնդրեց բոլորին, որ չլուսաբանել, որովհետև լռության օր ենք խախտում։ Ընդհանուր առմամբ կարելի ասել լռության օրը անցավ օրենքի պահանջներին համաձայն TV-ի կողմից, հա, այսպես ասեմ, բայց Facebook-ը, որը որ ինքը լրատվական միջոց չի, բայց նաև ինֆորմացիա փոխանցելու համար լավագույն հարթակներից մեկն է, Facebook-ով տեղը տեղին լռության օրը բան արվել, հա, այդ դադարը անցում արվել դադարից եւ ասել են ինչ որ ուզում են տարբեր քաղաքական ուժի ներկայացուցիչներ։ Եվ նաև այլ մարդիկ իրենց մասին։ Այո, այո։ Ընդհանուր առմամբ ես պետք է ասեմ, որ եթե ընդհանուր գնահատական տամ նախընտրական քարոզարշավին եւ հետընտրական քարոզարշավին, պետք է ասեմ, որ որոշակիորեն բացվել է։ Դուք ձեր ուսումնասիրությունների արդյունքում էլ դրա մասին խոսել եք, որոշակիորեն բացվել է այդ ազատության սահմանները որոշակիորեն բացվել է, սակայն իմաստային առումով, ասենք լուսաբանում են ներկայացնում են այսինչ ուժը, ասենք այդ ուժը խոսել է 5 կոնկրետ կարևոր խնդիրների մասին, մի հատ կարող են ցույց տալ մի հատ կարճ մի բան, որը որ չի ընդհանուր առմամբ չի ներկայացնում թե ինչ ա եղել այդ միջոցառման կամ այդ ասուլիսի այդ մեսեջի փոխանակման ժամանակ։ Այդ առումով դեռևս շատ անելիքներ կա։ Դե ավանդաբար հետաքրություն կա նախընտրական քարոզչության շրջանի նկատմամբ, բայց այն ինչպես է լուսաբանվում ընտրությունների արդյունքները, ինչպես են ամփոփվում այդ արդյունքները, ուշադրությունից դուրս է վրիպում եւ գնահատականների չի արժանանում։ Արդյոք կարեւոր է դա։ Միգուցե կարեւոր չի դրա համար ուշադիր չեն։ Իհարկե կարեւոր է, հենց դա է կարեւոր։ Հենց դա է կարեւոր, որ պետքա ընտրողը կամ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետքա իմանա ինչի մասին է խոսում, հա, ոչ թե որ կան գոյություն ունեն այդ քաղաքական ուժերը, այլ ինչի մասին է խոսում։ Ես կարող եմ ասել, որ շատ լրատվական միջոցներ ուղղակի կոնկրետ քաղաքականություն են վարում, որ չասել այն գլխավոր մեխերը, ինչը որ պետք է հասնել քաղաքացուն։ Այլ ասել որ ընտրությունների մասին, անցած ընտրությունների մասին։ Այո, եւ ընթացքի մասին է խոսքը, եւ հետընտրական, հա, քարոզչության ընթացքի մասին է խոսքը, եւ հետընտրական process-ին է վերաբերում։ Հիմնականում գնահատականս այդպեսին է։ Պարոն Մանուկյան, այդ նույն հարցերի խնդիրների մասին խնդրում եմ լրագրողի լրատվամիջոցի ղեկավարի տեսակետից ներկայացնեք կարծիք։ Գիտեք, ես սկսեմ խորհրդարանական ընտրություններից։ Խորհրդարանական ընտրություններին ավազան եկավ Սարիթաղ թաղամասից, որտեղ ասացին, որ հանրապետականի նախընտրական շտաբի մոտ ուղղակի փողը տալիս են, նստում են միկրոավտոբուսները տանում են։ Գնացինք, նկարեցինք, եկանք, հիմա լուրը պետք է տանք, մի պահ ասեցի հակաքարոզչություն է, եկեք հանրապետականի անունը չտանք, հայտարարեցինք, մեզ հայտնի է այն քաղաքական կազմակերպության նախընտրական շտաբն է, որն է եւ այլն, բայց այդպես էլ մեր ասածը մնաց անարձագանք։
Գալով այս ավականու ընտրություններին շաբաթ օրը լրության օր լրագրողներ Իսկ միակ ձևը լրատվամիջոցով հաղորդելն է։ Չէ, այսինքն մեր պարտականություն ընտրությունների արդարացիության ապահովումը չէ, դրա համար պետբյուջեից փող են ստանում, պաշտոններ ունեն, մեծ խոսում են, սեմինարներ էլ մասնակցում են, մեր էլ լուսաբանումն է։ Հիմա գալով այս ընտրություններին, ցանկացած լրագրող ուրախ է լրության օրվան, որտեղ որևէ բան չի անում։ Բայց այս տարվա լրության օրը Երևանի ավական ընտրությունները հիմա Դավիթ Սանասարյանը կարծում եմ վկայի։ Նոր-նորքի զանգվածում ուղղակի տոտալ բան էր կատարվում։ Մտնում էին, բաժանում էին, փող էին բաժանում, բոլորը գիտեն։ Հիմա ինձ կարող են մեղադրել, որ ապացուցված չէ, լավ ապացուցված չէ։ Այդ գիշեր հանձնաժողովներում Արաբկիր թաղամասում ուղղակի հանձնաժողովի անդամների տոտալ ուզում էին առնեին։ Հիմա դրա մասին ես եթե լուրջ չտամ, դա այդ վախենալով որ ինձ կասեն լրության օրեն խախտել, մոնիտորինգի տակ եմ եւ այլն, շատ նման է Տիգրան Սարգսյանի կառավարության վարած նիստերին։ Երբ որ ինքը գալիս է, երբ որ կարկուտ է եւ այլն, մեկ էլ ասում է doing business-ով Հայաստանը երկու քայլ առաջ է անցել, ինտերնետի արագությամբ Հայաստանը Վրաստանից հետո, բայց տեսեք Ադրբեջանից առաջ։ Այսինքն ձևականության մեջ ենք գնում։ Եթե ծայրահեղության ասցնենք լրության օրը, ուրեմն կարող են հասցնել մինչև վերջ։ Հայաստանի որևէ տեխնացու թիվ 1 տեխնացուի այդ օրը քվեարկելու ցույց չպետք է տանք։ Հայաստանի նախագահային ցույց չպետք է տանք, ազգային ժողովի նախագահային ցույց չպետք է տանք, վարչապետին ցույց չպետք է տանք։ Այսինքն եթե իրենք քվեարկում են, մենք էլ ցույց ենք տալիս, ասոցացում է հանրապետականի հետ կամ Բարև Երևան դաշինքի Արմեն Մարտիրոսյանին կամ Ռաֆի Հովհաննիսյանին ցույց չպետք է տանք։ Այսինքն շատ հարաբերական է լրության օր ասածը։ Եվ նաև կուսակցությունների անուն տալ կամ չտալ, երբ որ Ռաֆի Հովհաննիսյանին ցույց ենք տալիս, տակը գրում ենք ժառանգություն, կամ Արմեն Ռուստամյանի դաշնակցություն, ինքնին դա արդեն քարոզչություն է։ Պարոն Հարությունյան, ձեր կարծիքը որտեղ է անցնում սահմանը քարոզչության եւ տեղեկատվության միջև։ Ոչ թե օրենքի տեսակետից, այլ առողջ բանականության տեսակետից։ Շնորհակալություն։ Նախ ասեմ, որ ես այս թեմայով հրապարակում եմ պատրաստել, որ առաջիկայում այնտեղ ավելի ընդարձակ ամեն ինչ մեկնաբանված է, առաջիկայում անալիտիկոն հանդեսում կհրապարակվի, վերնագրված է լրության օրը անախրոնիզմը։ Իմ կարծիքով իսկապես Դա ապագայի համար, իսկ առայժմ այս բան, ուրեմն տերմինոլոգիան հստակեցված չէ, այսինքն հասկացությունները հստակեցված չեն։ Ընտրական օրենսգրքում չկա քարոզչություն սահմանումը։ Ինչ է քարոզչություն, ինչն է դիտվում իբրև քարոզչություն։ Ավելին, եթե հիշում եք, մինչև նախընտրական ժամանակաշրջանը լիքը բաներ են ցուցադրվում հեռուստաընկերություններով, հեռուստատեսություններով, որը կարող է գնահատվել իբրև քարոզչություն, ավելին այցելություններ եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ հանկարծ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը պարզաբանում է տալիս եւ ասում է, որ դա քարոզչություն չի, որովհետեւ հստակ ընտրական օրենսգրքով գրված է քարոզչության ժամանակաշրջանը սկսվում է այս ժամանակ, ավարտվում է այս ժամանակ։ Հետևաբար միայն այս ժամանակաշրջանում է քարոզչություն։ Բայց այդ ժամանակաշրջանում էլ ինչն է քարոզչություն եւ ինչը քարոզչություն չէ, հստակեցված չէ։ Իմ կարծիքով քարոզչություն ուղղակի քարոզչություն գուցե պետք է համարել այն, երբ որ տրված է պլակատը, գրված է տվյալ կուսակցության կարգախոսը, գուցե ուղղակիորեն չի ասում քվեարկեք մեր օգտին, բայց դու հասկանում ես, որ կոչը դրան է ուղղված։ Հա, կոչը դրան է ուղղված։ Լրության օրվա եւ ուրեմն քվեարկության օրվա հետ կապված։ Այն որ դուք ասում եք, Գեղամը ասում է, որ ցույց է տալիս ենթադրենք հանրապետության նախագահը կամ ժառանգության առաջնորդը կամ ՀԱԿ-ի առաջնորդը կամ մյուսը քվեարկում են եւ տակը գրվում է տեխնացու եւ այլն, սա քարոզչություն չի։ Սա պարզապես իմ կարծիքով։ Սա չի կարող դիտվել իբրև քարոզչություն, որովհետեւ բոլոր տեղերում էլ ցուցադրում են այդ հանրային դեմքերը, ինչպես են մտնում քվեարկում, դուրս են գալիս, ավելին իրենք նույնիսկ ինչ որ խոսքեր են ասում, բոլորը միկրոֆոնները պահում են, խոսափողերը պահում են, ինչ որ խոսք են ասում։ Այլ բան, եթե ինքը ասի, ես իմ ձայնը տվեցի այսինչ կուսակցության օգտին, հա, կամ ինչ որ մեկը ասի, դա պետք է պահել ժամը 8-ից հետո, ինչպես գրված է օրենքում, որովհետև դա արդեն ուղղակի քարոզչություն է դառնում, այսինքն ես քվեարկել եմ եկեք գործողության կոչ, այո, կոչ է ստացվում։ Ինչպես եղավ, ասենք, ինչի համար կենտրոնին իդեպ տուգանեցին, չէ՞, անցած խորհրդարանական ընտրություններում ուղիղ եթերի ժամանակ հնչել էր արտահայտություն, որը կարող էր ընկալվել իբրև քարոզչություն որևէ։ Այս իմ կարծիքով սահմանը սա է, զուտ լուրերը, բայց քանի որ հստակեցված չի, ցանկացած ժամանակ կարող են հեռուստաընկերություն, մանավանդ հեռուստաընկերությունների վրա, որովհետև թերթերը սովորություն ունեն, պարզապես լույս չեն տեսնում այդ օրը։ Շարից փորձանքից հեռու։
Ինչի պետք է շաբաթ օրը լույս տեսնեմ, ավելի լավ է լույս չտեսնեմ։ Բայց հեռուստաընկերությունը հիմա պատկերացնենք այսպես, Աստված չանի, որովհետեւ հանկարծ լռության օրը ինչ որ մի աղետ է պատահել եւ այնտեղ են գնում պաշտոնյաները, որոնք նաեւ տեխնացուներ են։ Ստիպված ես լուսաբանել, դա քարոզչություն է, չեմ կարծում։ Տեխնացուն ահազանգին արձագանքում է շուտ գնում է այդտեղ։ Կամ գնում է ինչ որ վայր, կամ լավ բան չի ուրախություն է, կամ ինչ որ մի միջոցառում է։ Կարող է չէ մի օր էլ լռության օրը համընկնի, ենթադրենք լռության օրը համընկնի, ենթադրենք այսօրվա բանի, չէ, այսօրվան վերջին զանգի արարողությանը եւ բոլոր պաշտոնյաները, ովքեր նաեւ տեխնացուներ են, որ մասնակցում են այդ արարողություններին ու հեռուստաընկերություններն են լուսաբանում։ Ներողություն եմ խնդրում, ձեր ասացի գործնականը խորհրդարանական ընտրությունների վերջին օրը լռության օրվանից 1 օր առաջ տեղի ունեցավ այդ դժբախտ դեպքը, Փուչիկների դեպքը։ Հիմա իմ վիճակը պատկերացեք, առավոտյան հանրապետականի նախընտրական շտաբի պետը խոսք է ասել։ Ես վախենում եմ դա ցույց տալ, որ լռության օրվա խախտում է հանրապետականի նախընտրական շտաբի պետ անունն ասելու համար։ Իմ կարծիքով դա լռության օրվա խախտում չէր լինելու։ Դա լռության օրվա խախտում չէր լինելու, որովհետև այնտեղ չկա ուղղակի քարոզչություն իր օգտի։ Այլ բան է, եթե ինքը այդ բանը օգտագործելով ասեր անկախ ամեն ինչից գնացեք ու ձայն տվեք հանրապետական կուսակցությանը կամ չգիտեմ, սրա նման որևէ մի բան, հա? Կամ սրա պատճառով ձայնը մի տվեք հանրապետական կուսակցություն։ Նոր դա կլիներ։ Իմ կարծիքով այստեղ է սահման։ Եվ երևի եթե հնչեցվում են որևէ խոստումներ, եթե մենք ընտրվենք, ապա եւ եթե հնչեցվի կարգախոս օրինակ, որը արդեն հայտնի է, հա? Արդեն հայտնի կարգախոս, կամ իր հետևում երևա այդ կարգախոսը, չգիտեմ, ֆոնը այնպես վերցվի, որ դառնա քարոզչական պաստառ։ Պարոն Ավաստարյան, ներողություն, շաբաթ օրը Նորից եմ ասում, խորհրդարանական ընտրությունների նախորդ օրը, շաբաթ օրը, դուք հասկացեք հեռուստաընկերությունների վիճակը, Փուչիկների այդ փորձենք հասկանանք այս քննարկման ընթացքում եւ ես ասում եմ ցույց տուր քեզ պարոն Մկրտչյանին ուզում եմ նշել հեռուստատեսության եւ ռադիոազգային հանձնաժողովը այն մարմինն է, որը կարող է փաստորեն պատասխանատվության ենթարկել հեռարձակողներին։ Որ դեպքում դուք կարձագանքենք եւ կնշեիք, որ դա քարոզչություն է լռության ժամերի ընթացքում։ Հեռուստատեսության եւ ռադիոազգային հանձնաժողովը աննախադեպ այս 3 ընտրությունների ժամանակ քայլի գնաց, իհարկե օրենսդրական պահանջներ դա հրապարակեց մեթոդաբանություն։ Դա աշխատանքային ձեռնարկ էր մեզ համար, ներքին փաստաթուղթեր, որով պետք է ղեկավարվեին մեր աշխատակիցները մոնիտորինգ անելուց, բայց միաժամանակ դա աշխատանքային ձեռնարկ էր մեր հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների համար։ Ցավով, որքան էլ մենք համագործակցեցինք հասարակական կազմակերպությունների հետ, ձեր հետ, անցկացրեցինք սեմինարներ, ես մի քանի անգամ առնվազն հիշում եմ, որ ինքս ներկայացրել եմ մեթոդաբանությունը եւ մինչեւ առ այսօր որոշ ԶԼՄ-ներ լավ չեն ընկալել դա։ Ասեմ ինչու։ Հենց նոր մեր գործընկերներից մենք լսում էինք լռության օրվա հետ կապված բացատրությունները, ինչու ոչ մի կողմից պարզաբանումները փորձագետի լռության օրը եւ քարոզչությունը լրիվ տարբեր բաներ են եւ դա շատ պարզ երևում էր մեր մեթոդաբանության մեջ։ Եթե մենք մեթոդաբանության մեջ հստակ նշել ենք, որ տեխնացուի Երևանը եթերում ցանկացած ակնթարթ այսպես 1 վայրկյան նույնիսկ մենք հաշվարկելու էինք, ապա դա հստակ նշված էր, որ դա քարոզչության ժամանակահատվածում։ Դա չի վերաբերում ոչ լռության օրը, ոչ էլ քվեարկության օրը, գիտեք, սահմանափակում ունենք մինչև 20:00։ Բոլոր այն դեպքերը, որ այստեղ հնչեցվեցին, որ տեխնացուները գնում են քվեարկության եւ դա լուսաբանվում է, միանշանակ դա քարոզչություն չի։ Բոլոր այն դեպքերը, որ նոր հիշեցինք շատ ծանր բոլորիս համար համոզված եմ դեպքերը ազգային ժողովի ընտրություններից 1 օր առաջ, որ շատ տհաճ դեպք պատահեց եւ մենք բազում երիտասարդներ վիրավորվեցին, մենք ունենք 22 հոդված, չէ, ընտրական օրենսգրքում, որտեղ պարզ գրված է, թե ինչը չի համարվում քարոզչություն, նույնիսկ եթե դա տեխնացու է։ Նույնիսկ եթե դա պետական գործիչ է, հանրապետության նախագահը, ազգային ժողովի նախագահը, եթե այդ ամեն ինչը արվում է իրենց սահմանադրական լիազորությունները կատարելիս, այլ ոչ թե ուղղակի ձեր նշած վերջի զանգում գնան մի հատ ինչ որ ուրախությանը մասնակցեն, իսկ թվում է դա այդքան էլ սահմանադրական լիազորություն չի, բայց արտակարգ դեպքեր դա կլինեն, նման տհաճ պատահարներ կլինեն
եւ այլն, միանշանակ դա չի կարող դիտվել որպես քարոզչություն։ Ինչ վերաբերում է քարոզչությանը, որ մեզ մոտ նշված չի, շատ երկրների օրենսդրությունները, երբ որ մենք ուսումնասիրում ենք, շատ պարզ գրված է, քարոզչությունը հավասարված է հակաքարոզչությանը եւ պարզ գրված է, որ քարոզչությունը դա նա է, ելույթները, խոսքերը, որոնք կարող են ընկալվել, որպեսզի ձայն տան ինչ-որ մեկի օգտին կամ ի դեմ մյուսին։ Դա ինձ թվում է բոլորիս համար էլ ակնհայտ է, պարզ է։ Եվ այդ լռության օրվա հետ կապված, եթե նման կոչեր, եթե ձեր ասած շատ ճիշտ դուք ասեցիք դա մեր մեթոդաբանության մեջ էլ էր ընդգծված, եթե չկա այդ կրծքի նշանը կուսակցական, եթե դա չի արվում ինչ-որ բամերի դեմը, որ գրված է կեցե այսիշ կուսակցությունը կամ լոզունգն է կուսակցության ինչ-որ դրված, այդ կոչերն են դրված, դա քարոզչություն մենք չենք համարելու։ Մեկ օրինակ է ընդհանրապես եղել, երբ որ այս 3 ընտրությունների ընթացքում դա հակաքարոզչությունն է, որը հավասարվում է քարոզչությանը եւ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը համապատասխանաբար դրան արձագանքել է։ Հենց այդ ընտրակաշառքի մասին խոսելը դա այս ըստ էության նաև հակաքարոզչություն է, բայց մենք խոսում ենք օրինականության։ Դուք շատ լավ նշեցիք, որ դուք շատ ճիշտ եք վարվել։ Իդեպ ասեմ, եթե չեմ սխալվում, հենց ձեր ներկայացուցիչներ մասնակցում սեմինարին ու շատ ակտիվ այդ առաջի սեմինարները, որ դուք անում եք, ձեր լրատվական աշխատակիցներն են, որոնք շատ լավ ընկալեցին մեթոդաբանությունը։ Մնացածը միգուցե օգտվել են մեր սայթում, դա շատ բաց դրված է եղել եւ մինչեւ այսօր է կա։ Դուք շատ ճիշտ արտահայտվեցիք, ասելով, որ մենք աշխատեցինք նույնիսկ չնշել։ Պարոն Մանուկյանն էլ ասեց դա, որ մենք շատ դեպքերում չնշեցինք այս դեպքերը Սարի թաղում, եսին որտեղ կոնկրետ որ կուսակցությունը եւ այլն ինչ է արել։ Եթե դուք խոսեիք ընդհանրապես եւ այս ընթացքում էլ մենք ականատես եղանք, որ եղել են հայտարարություններ, փաստն է թուլանում, հա, երբ որ չես նշում այս բան չունեմ ասելու, գիտեք, հենց պետության դերն էլ ամբողջականությունը կորչում հասկանում եմ, բայց հենց պետության դերը, կարգավորող մարմինի դերը, ես չեմ ասում իշխանությանը, այ հենց պետության դերը, իդեմս այս դեպքում իր դերը պետք է ունենար հրահը, որ կարգավորող մարմինը ինքն է, հենց դա է, որ որոշ տեղերում մենք ունենում ենք սահմանափակումներ եւ այդ ամեն ինչի մասին նախորոք բոլոր քաղաքական ուժերը հավասարապես տեղեկացված են եւ խաղի կանոնները հավասար են բոլորի համար։ Հիմա այսօր օրենսդրությունը կարգավորող մարմինը այդպես է գտել։ Միգուցե դա դոգմա չի, միգուցե կլինեն այլ փոփոխություններ ընտրական օրենսգրքում, հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենսգրքում եւ դա կփոխվի, բայց ամենակարևոր սկզբունքը, որ դա եղել է բոլորի համար խաղի կանոնները եւ մենք պետք է պաշտպանենք խաղի կանոնները բոլորի համար հավասար, անկախ ինչը դիրքերից է խոսում կուսակցությունը ընդդիմադիր է թե իշխանամետ, իմ կարծիքով ամենակարևորը այս պահին դա է եղել։ Պարոն Մկրտչյան, եւ մեր մասնակիցները եւ դուք հիշատակեցիք այն մեկ նախադեպը, որ եղել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ 2012 թվականի կենտրոնի Վարդանանքի հակառակ կողմը հաղորդման վերաբերյալ եւ այն ժամանակ փաստորեն հարցը քննարկվեց եւ պատասխանատու գտնվեց կենտրոնը։ Այս լրության ժամերի ժամանակ որևէ այդպիսի նախադեպ չեք նկատել։ Ուրեմն ոչ մի նախադեպ օրենքի խախտման հետ վերջի եւ այս 3 ընտրությունների հետ միանշանակ համարում ենք, որովհետև դա ապացուցվել է եւ վարչական վարույթում, իդեպ հիմա գործը գտնվում է դատարանում եւ դատարանը վերջում պետք է ճշմարտությունը պարզի, ցանկացած պետական մարմնի որոշում կարող է բողոքարկվել դատարաններում եւ առաջի ատյանը անցել է, հիմա գտնվում է վերաքննիչում, մոտակա օրերս օրը ուղղակի չեմ կարող հիմա հիշել, մի քանի օրից կլինի նաև վերաքննիչ դատարանի որոշումը, դե գիտենք 3 ատյանից է բաղկացած մեր մոտ դատական համակարգը եւ ըստ մեզ տեղի է ունեցել, մենք որոշումը կայացրել ենք, բայց հեռուստաընկերությունը իր իրավունքներից օգտվելով բողոքարկում է այսօր մեր որոշումը եւ ինչ որոշում կլինի այս պահին ոչ ոքս չեն կարող ասել։ Այս ներողություն եմ խնդրում պարոն Նավասարդյան, այս բացի դրանից ոչ մի մենք չենք նկատել, մեր նկատելը դեռ մի կողմ, ոչ մի բողոք դիմում չենք ստացել, ոչ ոքուց, ոչ քաղաքական վերաբերյալ ստացել եք։
ոչ, դա ուղիղ դիտարկման առումով, ուղիղ մշտադիտարկումը, քանի որ այդ լռության օրը արվում է ուղիղ, եթե քարոզչության ժամանակ կարող ես գոնե 1 օր հետո անես, այդ օրերը մենք ստիպված ենք ուղիղ դիտարկել վայրկյան առ վայրկյան մինչև ժամը 8:00 ուղիղ եթեր դիտարկել, որը իդեպ շատ դժվար գործ է, դուք լավ գիտեք։ Մնացած դեպքերում մենք չենք ունեցել եւ ասեցի ոչ ոք մեզ չի դիմել։ Նույնիսկ այլ խնդիր է, որ նոր շատ խոսվեց դրա մասին, որ նմանատիպ, ոչ թե նմանատիպ, այն միգուցե մարդկանց մոտ ստեղծվեց տպավորություն, որ արդյոք սա խախտում չէր բալառության օրվա, այս ինչ ցույց տվեցին, բայց երբ որ մենք նայում ենք ըստ գործող օրենսդրության, խախտում տեղի չի ունեցել։ Ես բերեմ կոնկրետ օրինակ, հա, եթե չգիտեմ դուք նայել եք թե ոչ, ուրեմն Arnews հեռուստաընկերությամբ կրկնվել էր մայիսի 4-ին 2 հաղորդում Arm Comedy եւ Arm Comedy Hotel։ Պարզ է, որ միգուցե ուշադիր չէր հեռուստաընկերությունը կրկնելով այն հաղորդումը, որը նկարահանված եւ առաջին անգամ եթեր էր գնացել նախընտրական կառուցության ժամանակ, այսինքն այն ժամանակ արդիականությունը եւ օրենքի համապատասխանատվությունը կասկած չէր հարուցում։ Ամսի 4-ին գնում է հաղորդում, որտեղ, ասենք, նույն Բարև Երևանի ներկայացուցիչը մեղադրում է ՀԱԿ-ի ղեկավարներին էգոիզմի մեջ։ Դա նույն որակի, նույն տիպի երևույթ չէ, ինչ որ կենտրոնի դեպքում 2012 թվականին։ Ես անձամբ իհարկե հաղորդումը չեմ դիտել, բայց արդեն ֆորմատը, որ ասեցիք, ամբողջությամբ պատկերացնում եմ։ Նա էլ է երկիծական, սա էլ է երկիծական։ Առաջինը ասեմ, կրկնությունը մեզ համար ոչ մի նշանակություն չունի, որովհետև դա կարող է եւ դիտավորյալ մյուս ընտրություններին ինչ որ մի հեռուստաընկերություն դիտավորյալ կրկնի։ Բայց մենք երբևիցե չենք ուզում նաեւ օրենքը եւ աշխատանքը հասցնենք աբսուրդի։ Այսինքն ձեր նշած հաղորդումը ֆորմատը ես լավ չեմ տիրապետում, բայց տեղեկատվություն մի քիչ ունեմ, որքան գիտեմ հումորային դուք ինչպես եւ Վարդանանքի հակառակը։ Հա, եւ կհիշեք մենք շատ լուրջ խոսակցություններ ունեցանք առաջի անգամ, երբ որ ասում են Շուշան Պետրոսյանը հիմա որ երկի, դա քարոզչություն է, թե քարոզչություն չի։ Եվ այլն եւ այլն եւ այլն։ Ստիպված ենք նաեւ նման պարզաբանումներ ներկայացնել։ Ես միանշանակ կարող եմ ասել, որ եթե մենք չենք արձագանքել, ուրեմն խախտում չի եղել։ Եթե լինի բողոք, մենք ստիպված կլինենք նայել։ Շատ լավ։ Այսինքն անկախ ներեցեք անկախ այս ժամանակ այս process-ից որ անցել է, հիմա եթե բողոք լինի, դուք վերանայելու եք։ Օրենսդրության կենտրոնի դեպքում բողոք չկա, խախտումը կար, այս դեպքում բողոք չկա, խախտում չկա։ Գիտեք ինչ, ոչ ոք ոչ մի բանից ապահովագրված չի, պարոն Մանուկյան։ Ես չեմ ուզում չնայած ի պատիվ հրայի պետք է ասեմ, որ փայլուն 3 ընտրությունների ընթացքում երևի բոլոր արձագանքերը, եթե մենք նայենք միջազգային կառույցների, ինչու ոչ մասնակից ընդդիմադիր կուսակցությունների գնահատականները, ապա կտեսնենք, որ ամենամեծ առաջխաղացումներից մեկը գրանցվել է հենց հրայի տիրույթի դաշտում։ Կարելի է ԿՀ-ի ֆունկցիաներն ձեր վրա դնել ավելի լավ ընտրություն։ Գիտեք ինչ, ես պետական ծառայող եմ, եթե դնեն օրենքով, մի կասկածեք, մենք ցանկացած ֆունկցիաներ կկատարենք։ Այսինքն բոլոր եւ դիտորդների եւ փորձագետների կողմից գնահատվել են այս վերջի ընտրությունները որպես լուսաբանման առումով մեկ քայլ առաջ, այստեղ մի քանի քայլ առաջ, այստեղ կարծես թե տարբեր կարծիքներ չկան, բայց միևնույն ժամանակ ես պետք է կրկնեմ, եւ որ Փաթորը ներկայացրել ենք Երևանի մամուլի ակումբի մշտադիտարկման արդյունքները եւ մեր գնահատմամբ լռության ժամերին 7 մեր կողմից ուսումնասիրված հեռուստաընկերություններում եւ ռադիոընկերություններում 60 դրվագներ կային, որոնք կարող էին դիտվել որպես քարոզչություն եւ լռության օրվա ավանդական կանոնների խախտում, այն ինչ մենք չէինք նկատել, ասենք, խորհրդարանական ընտրությունների ժամանակ անցած տարվա, այսինքն մի քիչ ավելի լիբերալ մոտեցում երևի կար այս տարի եւ արդյոք իմաստ ունի պահպանել այդ լռության օրվա սահմանափակումները, մենք խոսենք ընդմիջումից հետո, հուսով եմ որևէ օրենքի խախտում այս լուրերի թողարկման ժամանակ չեն լինելու։
Մենք նորից մամուլի ակումբ հաղորդաշարի տաղավարում ենք եւ շարունակում ենք քննարկումը հետընտրական զարգացումների լուսաբանման լրատվամիջոցներում, ինչպես նաեւ լրության օրվա կանոնների պահպանումը։ Հարցս Գեղամ Վարդանյանին։ Ըստ ձեզ, երևի հետևել եք տարբեր լրատվամիջոցներին, որպես քաղաքացի, այնտեղ դուք նկատել եք հաղորդումներ, դրվագներ, որոնք կարող են կողմնորոշող դեր խաղային քաղաքացիների ընտրողների համար։ Լրության օրը թե լրության ժամերին, այսինքն ամսի 4-ի կես գիշերից մինչև ամսի 5-ի ժամը 20:00։ Թե հատուկ չեք նայել։ Հատուկ չեմ նայել իրականում, բայց ընդհանուր տպավորությունը հաղորդումներից։ Ընդհանուր տպավորությունը, նաև այս խոսակցության ընդհանուր տպավորությունը այնպեսին է, որ լրության օրը Հայաստանում այդպես ընդհանրապես ոչ միայն Հայաստանում, տրամաբանությունը, թե ինչի այդ լրության օրը արվում, չգիտեմ, գուցե մեկը բացատրի ինձ, ինչի է պետք այդ լրության օրը։ Ինչպես դուք ասեք, հասկանանք պետքա թե չէ, գուցե օրենս դրական փոփոխություն կոչվում է մտորումների օր։ Մտորումների օր եւ նպատակը այսինքն պարզ է, որպեսզի մարդիկ, որոնց վրա գրոհ է եղել տեղեկատվական շաբաթների ընթացքում, կարողանան այդ ստացված տեղեկությունները, փաստերը, տպավորությունները, գնահատականները մարսեն մի քանի ժամերի ընթացքում, ամեն ինչ դնեն իր տեղը եւ գնան խղճին Հայաստան, այսինքն բոլորի ունակությունները հավասարացնենք, որ մի օրում պետք է կարող։ Իրականում Հայաստանում լրության օրը ասոցիացվում է փող բաժանելու օրի հետ, որ ճիշտ ասենք։ Բրավո։ Չգիտեմ, այդպես է։ Եվ դա շատ ավելի մեծ ազդեցություն կողմնորոշող ունենում է, շատ ավելի ազդեցություն ունենում ձայների վրա, քան հեռուստացությամբ այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ քարոզությունը կամ հակաքարոզությունը ըստ էության։ Ես իրականում հատուկ չեմ հետևել այդ լրության օրը, մտքովս չեն անցնում, որ այդ 60 խախտում կգրանցվեր, էլի։ Այսինքն այդ առանձնահատկությունը, եթե ամսի 4-ին եթեր է գնում հաղորդում, որը կրկնություն է նախորդ հաղորդումների, որտեղ հյուրերից մեկը ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչ մեկն է, որը բնականաբար դրական բաներ է խոսում իր կուսակցության մասին։ Դե եթե ես մեկնաբանեմ տենց ինչքանը որ կկարողանամ մեկնաբանել, իմ կարծիքով դա իհարկե շատ համադրելի է այդ Վարդանանքի հակառակ կողմի դեպքի հետ եւ իհարկե կարող է դիտվել քարոզչություն, եթե ցանկանալ դիտվել եւ ըստ էության եթե դիտվել մի կողմից էլ նայենք որ ալիքով է դա եղել եւ ում ուղղությամբ է եղել, գուցե պատահական չի եղել։ Այտենց եթե շատ անաչառ ասեմ, այտենց կողքից։ Պատկերացրեք, որ եթե ասեմ կուսակցության անունը եւ լրատվամիջոցի անունը կհասկանանք, որ չէր կարող միտումնավոր լինել, քանի որ հեռուստաընկերությունը Armnews-ն էր, հյուրը Հակից էր։ Բայց ուղղվածությունը ոնց որ մեկ այլ, այսպես ընդդիմադիր քաղաքական ուժ էր, մեկ ընդդիմադիր, մյուս ընդդիմադիր։ Շատ լավ։ Ընդամենը, որպեսզի մենք չշփոթվենք տարբեր տերմինների մեջ, երևի քարոզչությունը հարգելի հեռուստատող նույնպես երկու տարբեր հասկացությունների է բաժանվում, հա։ Մեկը այն քարոզչությունն է, այն եթերաժամանակն է, որը տրվում է կուսակցություններին, որը նրանք կարող են այնպես օգտագործվել, իհարկե օրենքի սահմաններում ինչպես ուզում են, եւ երկրորդը, երբ որ այլ խմբագրական, ժուրնալիստական նյութերում հնարավորություն են ստանում տեխնացուները, քաղաքական ուժերը, իրենց խոստումները, իրենց դրական կողմերը ներկայացնել, կոչ անել քվեարկության համար, դա քարոզչության մի ուրիշ կողմ է եւ բնականաբար այստեղ տարբերակում պետք է դնել։ Հարցս պարոն Զոլյանին, որպես քաղաքական դաշտի գիտակ եւ միգուցե հասարակական զարգացումների, մեր պայմաններում այսօրվա իրավիճակում, երբ կա ինտերնետ, երբ կա ընտրակաշարք եւ բազմաթիվ այլ գործոններ, որոնք ազդում են ընտրողի որոշման վրա, արդյոք այդ լրության օրվա կանոնների պահպանումը անհրաժեշտ է։ Գիտեք, ես իրոք այդպիսի տպավորություն ունեմ, որ մենք մի քիչ մեդիա դաշտը քննարկում ենք կտրված մնացած իրականությունից եւ իրոք այդ ամենը ինչ որ դուք նշեցիք, մնացած իրականության մեջ կան, քաղաքական դաշտում կան եւ հիմա հարցերը արդեն վաղուց չեն լուծվում քարոզչության կամ համենայն դեպս գոնե այսպես միանշանակ, պարզ, սև կամ սպիտակ քարոզչության միջոցով։ Հարցերը ուրիշ ձևով են լուծվում,
ամբողջ յետխորհրդային տարածքի համար սա ընդհանուր երևույթ է, բացառությամբ իհարկե որոշ երկրների, որտեղ ընդհանրապես ինչ-որ թագավորության նման ինչ-որ, հա, ասենք նույնիսկ տոտալիտար համակարգ է, հա, որոշ ասենք կենտրոնական ասիական երկրներում, մյուս երկրներում հիմնականում քաղաքական պայքարի այսպես հիմնական մեթոդը նա է, որ իշխող կուսակցությունը իր ձեռքում է կենտրոնացնում պետական լծակները եւ վերահսկողությունը տնտեսական լծակների շուրջ, այլ կերպ ասած որևէ գործարար վախենում է կամ չի ուզում կամ ինչ-ինչ պատճառներով խուսափում է ֆինանսավորելու մյուս քաղաքական ուժերին այս կամ այն չափով, հա, եւ Հայաստանում էլ էս թեկուզ նախընտրական համեմատեք ցանկացած զարգացած երկրի նախընտրական այդ քարոզարշավը, որտեղ նաեւ գործարարները կարող են այս կամ այն կուսակցության օգտին հանդես գալ եւ համեմատեք Հայաստանի հետ, որտեղ օրինակ որևէ գործարար, խոշոր գործարար, որևէ ընդդիմադիր կուսակցությանը որ պաշտպանի, Հայաստանում դուք չեք տեսնի։ Մինչդեռ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2008-ին հա, տեսել ենք եւ արդյունքներն էլ ենք տեսել։ Շատ թույլ չի տալիս օրենքից։ Հա, եւ իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում օրինակ շատ հարուստ, ամենահարուստ մարդկանցից մեկը, հա, Օբամային մեղադրեց նրա մեջ, որ ինքը ընդհանրապես Ամերիկայի քաղաքացի չի իրականում եւ այլն, ճիշտ է իրան զերարան համենայնիվ, բայց այնտեղ այդ խնդիրը չկա։ Հա, այսինքն բիզնեսը ունի իր թե այսպես ասած իշխող ուժի կողքը կա ինչ-որ բիզնես, թե մյուս ուժերի կողքը եւ դրա համար ուժերի միջև իրոք հավասար դաշտ է ստեղծում։ Հիմա յետխորհրդային երկրներում, երբ որ մի ուժը իր ձեռքում է կենտրոնացնել թե ադմինիստրատիվ, վարչական լծակները, թե փողը, արդեն այդ ֆոնի վրա այնքան էլ էական չի, թե մամուլում կհնչի քննադատություն, թե չի հնչի, հա, եւ ինչ քննադատություն կհնչի։ Դրա համար արդեն այն փուլը, երբ ուղղակի փակում էին ընդդիմադիրների համար մուտքը ԶԼՄ-ներ, հա, ասենք կամ որոշ մարդկանց համար փակում են, այս ամենը արդեն այսօր անիմաստ է դարձել, ուրիշ մեխանիզմներ են գործում, հա, այսպես կոչված տեխնոլոգիաներ, եթե կարելի է այդպես անվանել, հա, եւ այս ֆոնի վրա շատ լավ կարելի է շատ հանգիստ հետեւել այն մեթոդաբանություններին, որոնք կան, հա, մոնիտորինգներ, ուսումնասիրել մոնիտորինգների մեթոդաբանությունները, լինի դա տեղական պետական մարմինների, լինի դա հասարակական կազմակերպությունների, լինի դա միջազգային ինչ-ինչ կազմակերպությունների, հա, եւ այնպես անել, որ ֆորմալ առումով ամեն ինչ համապատասխանի դրան։ Գումարած դրան կան այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք այսօր օգտագործվում են, այսպես ասած, հա, կեղծ ընդդիմադիրների ինչ-որ առաջացումը կամ ընդդիմադիրների բարակտումը եւ այլն, բայց այդ ամեն ինչը էլի մոնիտորինգներում էլի շատ լավ տպավորություն է ստեղծում, որ այսքան ընդդիմադիր խոսես, թե այս ընդդիմադիրը գուցե ասենք այն մյուս ընդդիմադիրին էր փորձում վարկաբեկել, արդեն դա այդքան ակնհայտ չի, հա, մոնիտորինգներում։ Եվ այս առումով ինձ թվում է լրության օրը եւս արդեն մի փոքր երևի ինչ որտեղ ժամանակավրեպ է, չնայած մյուս կողմից զուտ ուղղակի որպես քաղաքացի, որը ձեր նշած այսպես ասած, հա, այդ տեղեկատվական գրոհի զոհ է եւս դառնում, հա, բացի քաղաքագետ լինելուց, նաեւ մենք բոլորս կամ այլ փորձագետ, մենք բոլորս քաղաքացիներ ենք եւ ես կարծում եմ, որ ուղղակի բոլոր քաղաքացիների համար այս վերջի օրը զուտ հոգեբանական առումով գոնե այդ տեղեկատվական գրոհից ազատ լինելը իհարկե շատ դրական է։ Բայց այլ խնդիր կա նաեւ, որ այս լրության օրը գոնե սոցիալական ցանցերում, նոր մեդիայում եւ նաեւ ավանդական մեդիայի էլեկտրոնային կայքերում, հա, շատ դժվար է վերահսկել։ Սա մի առանձին խնդիր է, որի մասին երևի ժամանակ ունենանք ասելու թե չէ։ Նույնիսկ եթե դու այդ օրը ասենք թե հա, չէ, բայց նույնիսկ չկա մարմին, որը կարող է դրանով։ Նախ մարմին չկա, երկրորդը եթե այդ մարմին լինի փորձի վերահսկել, գուցե դրա հետևանքները շատ ավելի վատ լինեն, քան եթե չվերահսկվի եւ կարողանա արդյոք վերահսկել, դա ուրիշ հարց է։ Իհարկե, այդպես որ այս առումով իհարկե պետք է երևի լուրջ վերաիմաստավորել այդ լրության օրվա հասկացությունը, եթե մենք ուզում ենք այն պահպանել։ Հա, եթե ամփոփենք, երևի արդեն ժամանակն է անցնել նաև հետընտրական զարգացումների լուսաբանմանը, եթե ամփոփենք լրության օրվա կամ լրության ժամերի վերաբերյալ հնչած գնահատականները, իրոք մտածելու բան կա, արդյոք հաջորդ ընտրություններին անհրաժեշտություն կա պահպանել այդ դրույթը օրենքում։ Հիմա ես կուզենամ, որ մենք անցնենք հետընտրական գործընթացների լուսաբանմանը եւ նորից դիմում եմ մեր բանախոսներին, այս անգամ սկզբից պարոն Մանուկյանին, ընդհանրապես կարևոր են այն 1-2 շաբաթներ ընտրություններից հետո քաղաքական զարգացումների համար երկրում, ինչ որ չգիտեմ, սպասելիքներ հատուկ լուսաբանումից ունենք, թե չէ։ Հաջորդ 2 շաբաթը, ինչպես նաև լրության օրը, այդ ամբողջը մենք ծառայեցնում ենք այն ամբողջ կեղծիքին, որը եղել է քվեարկության օրը։ Դուք ասելով ձեր հեռուստաընկերությունը։ Ես ասում եմ mass media, ընդհանրապես բոլորս։ Նայեք, երբ որ ասում ենք լրության օր, երբ որ վախենում ենք, որ
դիցուկ Բարև Երևանը կարող է ասել, որ հանրապետականը կամ Բարգավաճը փող է բաժանում, դրա համար այդ օրը Բարև Երևանին ցույց չենք տալի։ Հերոստալիքների շատ-շատերը առաջին հերթին հանրայինը առավոտվանից գիշեր այդ օրն ասում է փայլուն ընտրություն, մարդիկ ակտիվ մասնակցում են, որը ինքնաբերաբար դառնում է հանրապետականի քարոզչություն։ Հիմա գալիս է հաջորդ օրերին։ Ձայներ հաշվելը նկատած կլինեք նախագահական ընտրություններին եւ այս դեպքում շատ արագ մարում են, ընդհանրապես որևէ մեկը չի տեսնում, որ տեղամասից որտեղից ինձ ձայն եկավ։ Միանգամից բոլորը այսպես բավարարվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հատկապես նախագահականի դեպքում հանձնաժողովի այդ թվերի վրա։ Եվ սկսվում է մյուս փուլը, երբ որ այլևս չեն խոսում կամ գրեթե չեն խոսում, ինչ կատարվեց ընտրություններին։ Կարող է ինձ ասեն, որ փող բաժանելու մասին քրեական գործեր քիչ կան կամ շատ կան, բայց Հայաստանում ավականու ընտրությունները տոտալ փող բաժանել են։ Կներեք, բայց ես հիշեցնեմ 2007 թվականի ընտրությունները, երբ փորձ արվեց, հենց սկսվեց ձայների հաշվարկը, ուղիղ եթեր հեռարձակել մի քանի ալիքներով այն ինչ է տեղի ունենում ընտրատեղամասերում։ Գոնե մինչև գիշերվա 3-4-ը դա շարունակում էր, հետո փակվեց այդ պրակտիկան։ Դա կարևոր նախաձեռնություն չէր, ինչու շարունակություն չգտավ։ Իրականում շարունակություն, այդ օրվա ես մթնոլորտն եմ հիշում, հասավ մի պահ, որ նույնիսկ հանձնաժողովներում էր այլևս քնած վիճակ։ Պարզապես դա էր, այսինքն ես հիշում եմ ժամը 4-ի կողմերն էր, այն ժամանակ Արթուր Աղաբեկյանը մեր մոտ էր լուրերը վարում, ինքը տեղամաս տար տեղամաս, մենք շարունակում էինք թվեր տալ, ինքը հրապարակում էր, մի պահ տեխնիկապես անդրադարձանք, որ այլևս, այսինքն սպառող էլ չկա, լսող էլ չկա, որտեղ հատիկ թվերը, որ ցուցակի, աղյուսակի on-line պետք է տա։ Բայց ես այս անգամ նախագահական ընտրությունները որ ասում եմ, ուղղակի ընտրությունները պրծան Vox Populi տպեցին էկրաններին ու վերջացավ այ ժողովրդի նախագահական ընտրությունները։ Հիմա նույնը Երևանի ավականու ընտրությունները։ Երկու տարբեր Vox Populi ընտրություններ։ Հա, երկու տարբեր։ Հիմա Երևանի ավականու ընտրությունները վերջացան, ավարտվեցին ընտրությունները, արդեն քվեարկության վերջում բոլորին հասկանալի էր ելքը, բայց առավոտվանից ելքը արձանագրվեց, բայց չարձանագրվեց ինչ եղավ։ Այսինքն ընդհանրացնելով եմ ասում հեռուստատեսային դաշտը, կաշառք բաժանվեց, չբաժանվեց, միայն ՀԿՑ-ի այդ 3-4 հերթապակ քրեական գործերը այստեղ այնտեղ նույնիսկ պատասխանատվության չենկատրվեցին մարդիկ, նույնիսկ մեր գործընկերները, ովքեր այդ լռության օրվան հակաքարոզություն արեցին ՀԱԿ-ի դեմ։ Երբ որ ուրիշը քվեաթերթիկ 3 քվեաթերթիկ բռնել են, ամբողջ օրը ասացին, որ ՀԱԿ-ի կողմնակիցներն են բաժանել, վերջում պարզվավ, որ ՀԱԿ-ը չի բաժանել։ Բայց քվեարկությունը ինչպես անցավ, մարդիկ ինչպես ընդունեցին ընտրությունների արդյունքը, դա այլևս բացակայում է մեր հեռուստաէկրաններից։ Հիմա ամեն ինչ լավ է, պարլամենտն աշխատում, դե գազիկինն է, կարգտարությունը այն փառկացում է կառավարության։ Ընտրությունների մասին եք խոսում, թե ավականին հատկապես, այսինքն շատ մոտ է դրա համար։ Այսինքն ընտրությունները ավարտված են, մոռացեք կարգախոսով, հա մոտավորապես։ Այո, որովհետև ամենամեծ բանը ընտրությունների հաջորդ օրը հազարավոր մարդկանց հիասթափությունը այլևս չկա մեր հեռուստաէկրաններին։ Մնացել է այդ դժգոհ մարդկանց եւ կառավարությունը ամեն վարքյան պատրաստվում է ձեռք մեկնել նրանց այդ սխեման, որ շարունակվում է հիմա։ Ու ճիշտ ասած, մեր մշտադիտարկման արդյունքները մի քիչ ուրիշ բանի մասին է ասում, որ բացասական գնահատականները քննադատությունը ընտրություններին գերիշխում էր եթերում։ Այդ ընդդիմադիր գործիչների ելույթների երևի հատվածներն են։ Փորձագետների, դիտորդների տեղական կարծիքները, նույնիսկ մենք արձանագրել ենք, որ պետական մարմինների ներկայացուցիչները, քանի որ ստիպված էին անդրադառնալ տարբեր հաղորդումներին, խախտումների եւ թերությունների մասին, նրանք փաստորեն հիշեցնում էին լասարանին այդ երևույթների մասին։ Պարոն Սանասարյան, կա հայտնի այդպես ճշմարտություն, որ հաջորդ ընտրություններին պատրաստվել պետք է սկսել անմիջապես ընտրությունների հաջորդ օրվա նից սկսած եւ արդյոք մեր լրատվամիջոցները կարողացան բացահայտել այն բոլոր սկզբունքային բացասական երևույթները, որոնք կարող են հաշվի առնվել հաջորդ ընտրությունների ժամանակ եւ, չգիտեմ, կարգավորող մարմինների, պետական մարմինների եւ քաղաքական ուժերի կողմից։ Տեսեք, ըստ էության ես ամենասկզբից այս հարցի պատասխանը երևի տվել եմ, հա։ Հիմա մի քիչ խորանանք։ Ֆոնը ստեղծվում է, որ շատ ազատ է, ամեն ինչ բոլորին ցույց են տալիս, բայց էությունը, թե
որ քաղաքական ուժը ինչ խոսեց։ Այդտեղ շատ ասենք ամփոփում, հա, ուղերձների քաղաքական տեղի չի ունենում, որը որ իրականում պետքա շահագրգռված լինի, այս խոսակցությունը ինչ էր ասում ու ինչու իր արդյունքը սա է։ Ասենք այդպիսի վերլուծություն դուք Նաև դա, ես դա չի ասում, բայց նաև դա։ Տեսեք, ցույց են տալիս, որ այսինչ ուժը կանոնից ասես, բայց մի հատ նախադասություն են կտրում այդ ամեն ինչի միջից։ Մի հատ նախադասություն են կտրում, որ ես որպես ոչ թե որպես քաղաքական գործիչ կամ քաղաքական ուժի ներկայացուցիչ, որպես հայաստանյան քաղաքացի, լսում եմ ասում դե բան չասեց, էլի։ Այսինքն դա կոնկրետ միջոց է, որի շնորհիվ կարողանում են լուրջ ազդեցություն ունենալ։ Ինչ վերաբերում է թերությունների հավաքման եւ պատրաստմանը հաջորդ ընտրությունների, Բարև Երևանը զբաղվում է այդ գործով։ Բարև Երևանը մինչև հիմա զբաղվում է հետընտրական այդ process-ով, հա, երեք մեր ներկայացուցիչը ասուլիս է տվել, ներկայացրել է խնդիրներն է ներկայացրել, թե ինչ կարգի խախտումներ են տեղի ունեցել եւ այս մոտորերս նաև ոստիկանություն ենք ներկայացրել այդ ամբողջ փաստերը, բայց գրեթե մեր հանրությունը դրա մասին տեղյակ չէ։ Այսինքն գործ արվում է։ Դատարան գնում ենք, դատարանում գալիս են, բարև Երևան վստահված անձի, որը որ իր իրավունքից օգտվել է, դիմել է ԿՀ, հա, դա են ցույց տալիս, որը մեծ հաշվով որևիցե լուրջ էական բան չկա, անգամ այդ վստահված անձի իրավունքներն է այդտեղ խախտվում, բայց մի հատ ուրիշ ֆոն է ստեղծվում, բայց որ բարև Երևանը այլ բան պետք է ներկայացնի, դա ուղղակի, տեսեք, լրագրողների մակարդակի խնդիր է կա, պահանջարկի, լրագրողների խմբագրների, իրենց լրատվականների, պատասխանատուների պահանջարկի խնդիր։ Ինչ ուզում են այդ լրագրողները այդ ապահովում են։ Հա, բայց կոպիտ եմ ասում, որ այսքան այս process-ը, հա, մենք անցել ենք, տարել ենք, այստեղ այս ԿՀ-ում այս խնդիրն ա եղել, վարչական դատարանում այս խնդիրն ա եղել, ոստիկանության հետ այս խնդիրն ա եղել։ Ես վստահ եմ, որ հանրությունը դրա մասին տեղյակ չի։ Լավ, որպեսզի ասենք արդեն ժառանգության մասին խոսենք, նախագահական ընտրություններից հետո ի տարբերություն ավականու ընտրություններից հետո բավականին իրավիճակը աշխուժ էր, հա, այսպես ասենք, եւ կային բազմաթիվ բողոքներ ընտրությունների հետ կապված եւ միջոցառումներ, հանրահավաքներ եւ այլն եւ այլն։ Դրա լուսաբանումը ինչպես կգնահատեք, մի քիչ հետ գնանք, հա, դեպի նախագահական ընտրություններ։ Եթե համեմատեմ նախորդ նախագահականի հետ, որտեղ ես չեմ կարող նախագահականը համեմատեմ խորհրդարանականին, որովհետեւ դրանք տարբեր էության տարբեր ընտրություններ են եւ տարբեր քաղաքացիների կողմից տարբեր սպասումներ կան, եթե համեմատեմ նախորդի, որոշակի փոփոխություն կա, բայց նաեւ մնում են նույն իմ ասած խնդիրները, հա, թե ինչ են ցույց տալիս։ Եթե ես խոսեմ, թե ասենք մենք խոսեցինք բանի, հա, այդ դրական այդ զարգացումների հետ կապված, հա, տեսեք, գալիս են լրատվամիջոցները գալիս են, հարցազրույց են վերցնում կոնկրետ, ով եղել է նախագահի թեկնածու։ Նաև ես ձեզ կարող եմ ասեմ դեպքեր, երբ հարցազրույցները վերցրել են եւ հետո չի ցուցադրվել։ Մենք ունեցել ենք նմանատիպ փաստեր, ես ինքս հետևել եմ դրան։ Անունները չտամ, մի քանի հեռուստաընկերությունների կողմից եկել են, հարցազրույցը վերցնել, այստու ասեն, որ չի կարելի դա ցուցել, կամ նորից այն ցուցվել են ինչի մասին, որ ես խոսացի, անիմաստ մի ինչ-որ կտոր հատված։ Ընդհանուր առմամբ որոշակի փոփոխություն կա, բայց դա այն չի, ինչ որ մենք ինքներս ենք ուզում։ Դիմեմ փորձագետներին նույն հարցի հետ կապված, խնդրեմ պարոն։ Ես նախ կուզենայի իմ դիրքորոշումը լրության օրվա մասին ասեի, մի քիչ ես օպտիմիստ եմ, լավատես եմ միշտ։ Պահելու առումով, թե հանելու։ Ընդհանրապես կյանքում։ Նախ պետք է հիշենք, որ դա Հայաստանում ի հայտ եկած դրսևորում չի, գյուտ չի։ Դա գրեթե իմ իմացած երկրներում, որ եվրոպական ԱՄՆ-ում չկա։ Մենք Եվրոխորհրդարանի անդամ ենք, ԱՄՆ-ի եւ ընդունում ենք, գիտեք, համապատասխանեցնում ենք բոլոր մեր օրենսդրությունը իրենց օրենքների հետ։ Դրա համար մենք առաջի հերթին կղեկավարվենք իրենց փորձով։ Միանշանակ իմ կարծիքով լրության օրը պետք է պահել։ Պետք է պահել մինչև ժամը 8:00։ Դա ուղղակի օթից չի ծնվել։ Բոլոր լրատվամիջոցների համար են հեռացել։ Բոլոր։ Հիշենք Ֆրանսիայի դեպքը, երբ որ նույն ինտերնետային բաների համար պատժեցին մարդիկ հարուզարշավին։ Թող որոշի օրենքը։ Լավ։ Բայց հիշեք, որ դա ախր ուղղակի լրության օր չի, չէ՞, դա ունի նախապատմություն, ինչի է ստեղծվել այդ օրը։
եկեք հիշենք, որ չեմ ուզում ասենք մենք հայերս ենք տաքայրում կամ ես իմով է տաքայրում, դա ամեն տեղ այդ օրերը տեղի են ունենում կուտակումներ մարդկանց։ Մարդիկ ոմանք ունենում են տոնական տրամադրություն, ոմանք ոչ տոնական տրամադրություն, ինչ տրամաբան, եւ մենք ինչ է տանք նման լծակ, որ այդ օրը լինի քարոզչություն, այդ օրը լինի ինչ որ կոչեր եւ այլն, դա ամբողջ տրամաբանությունը, եթե մենք պատմության մեջ նայում ենք այդ լռության օրվա մտածելու, ոչ միայն ամենակարևորագույն պահը, որ մտորելու, որ մարդը վերջով կողմ, այն իսկապես դաշտը պահել մաքուր, որ մարդիկ կողմնորոշվեն ինքնուրույն գնան եւ ոչ թե ինչ որ կոչերի, ինչ որ պրովոկացիաների եւ այլն։ Մանավանդ վերջին պահին վերջի մի օրն է այդ։ Ոչ, լռության վերջի օրը մինչև 8-ն է, մինչև դա կա լռության օրը։ Խնդիրը միշտ է, անկախ ընտրություններից էլ խնդիրը կա, բայց մենք գիտենք, որ բախումները, գիտենք մարդկանց տրամադրությունները, չէ՞, բերում է մի հատ ապոգեի 20 օր, մարդիկ 30 օր, քարոզարշավ եւ այլն։ Եվ այդ մեկ օրը իսկապես մարդուն հոգեպես պետք է որ հանգստանա եւ ոչ մի պրովոկացիայի պատրաստի հաջորդ բաներին, այդ process-ներին հանգստանա չի։ Եվ ոչ մի առիթ չտանք, որ ինչ որ մեկը կարողանա այդ մարդու կամքի վրա, իր ազատ մտորումի վրա ազդեցություն ունենա։ Ես շարունակեմ ձեր միտքը, պարոն Մկրտչյան, նույնիսկ եթե հնարավոր չէ բացահայտել եւ պատասխանատվության ենթարկել բոլոր դեպքերը, գոնե ինչ որ զսպող դեր դա խաղա։ Միանշանակ մեր գոլեգաները արտասահմանում դա նույնպես անում են առցանց։ Եթե կարելի է մի խնդրի մասին էլի խոսեմ, տեսեք, մեր սահմանադրությունն է այդ բանը տալիս, հնարավորություն տալիս, գործող նախագահը ինչ որ դեպք է տեղի ունեցել, ու ինքը այդ լռության օրը գնում է ու շատ սրտացավ ելույթ է ունենում, ասում է այս ես վաղվանից կամ մյուս օրվանից ես պետքա զբաղվեմ այս հարցով, այս հարցին sense լուծում պետքա տամ։ Կարծում եք դա ավելի շատ չի ազդում, քան թե կոչերանի կամ իր կուսակցության իր նախընտրական բանը կարգախոսները հնչեցնի։ Միանշանակ ընդունում եմ, միանշանակ ընդունում եմ։ Իմ կարծիքով քաղաքացիների մոտ մտահոգությունը ընդունում եմ, քաղաքացիների մոտ ավելի շատ իր սրտացավ ընտրության հետ որից է կապ չունեցող սրտացավ ելույթ ավելի շատ ազդեցություն ունենա։ Հիմա ինչ ոնց են կարգավորում, դուք ոնց եք մտածում։ Դե օրենքները երբ որ գրվում են, դրանք գրվում են անհնար է ամեն ինչ, գիտեք։ Դրա համար կան դատարաններ, որ դատական նախադեպերով պետք է ղեկավարվեք եւ այլն։ Առաջինը տա Աստված, որ նման դեպքեր երբևիցե չկրկնվեն եւ չլինեն մեր առօրյայում։ Դա ամեն մի բացառություն, եթե մենք կարողանանք օրենքի մեջ դնենք, ապա ընդամենը մեկ օրենքը կլինի եւի մի 10,000 էջանոց։ Ու դա абսուրդի մենք կհասնենք։ Մի քիչ առաջ մենք այդ абսուրդից ասում ենք այդ երկիծապանական բաներ, երկեր եւ այլն։ Ինչ որ մոտեցումներ պետք է տա, չէ՞ որ կա մարմին, որը կգնահատի, որ դա իսկապես ասեցինք սահմանադրական լիազորություններ, թե ոչ։ Թե վերջի զանգեր։ Աստված տա այդպիսի բան չլինի, բայց նույնիսկ այդ դեպքում ցանկացած մարդ իրավունք ունի տալ դատարան, բողոքարկի, ասի այսպես բան ա եղել։ Դա էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքի վրա եւ սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարի ընտրությունները։ Չէ՞ որ մեր օրենսդրությունը այդ բոլոր հնարավորությունները նույնիսկ այսօր է տալիս։ Ձեր ասած դեպքը կոնկրետ, օրինակ մենք այսօրվա օրենսդրությամբ, եթե իսկապես դատարանը սահմանադրական գտնի, որ դա իսկապես չէ՞ որ սահմանադրական դատարանը քննություն անելուց եւ մեզ է հարցնելու մեր կարծիքը եւ ձեր կարծիքը, փորձագետների կարծիքը եւ նա կարող է ուղղակի ընտրությունները չեղյալ համարի այդ մի ելույթի համար, որը էապես ազդել է ընտրության արդյունքների վրա։ Պարոն Հարությունյան, դուք որպես լռության օրը հանելու կողմնակից ինչ կասեք։ Հա, ասեմ, որ իսկապես ես կարծում եմ, որ դա անախրոնիզմ է, ինֆորմացիոն այսօրվա շարունակում եք այդպես։ Շարունակում եմ այդպես կարծել։ Նույնիսկ զսպող դեր ինքը չի կարող կատարել։ Դե գուցե ինչ որ ձևով կատարում է զսպող դեր, բայց դա պահպանել այսօր հնարավոր չի, որովհետև ինֆորմացիոն այսօրվա հոսքերի պայմաններում, երբ ինֆորմացիոն հոսքերը հիմնականում լցվել են համացանց, որտեղ նախ հսկողություն չկա եւ երկրորդ, ենթադրենք իմ կայքն է, նախորդ օրը, որ լռության օր չէր,
ես քարոզչական կամ չգիտեմ ինչ նյութեր էի հրապարակել, որը մնացել է առաջին էջում, ես այսօր չեմ թարմացնում։ Լռության օրը ոչինչ չեմ թարմացնում, ամսաթիվը փոխվում է ավտոմատ կերպով եւ մնում են այդ նույն նյութերը։ Գումարած արխիվներում մնում է։ Եթե մենք փորձենք արգելել համացանցում նման նյութեր, ասենք հանեք արխիվներից, դա նույնն է, որ ասես գնա իմ փաստարկներից մեկն է։ Գնանք բոլոր գրադարաններից հավաքենք թերթերի նախորդ 1 ամսվա համարները, մարդկանց տներից հավաքենք, որ հանկարծ չկարդան նախորդ օրվա։ Ես իդեպ որոշել եմ մի անգամ այդ լռության օրը էքսպերիմենտ անեմ։ Վերցնեմ թերթի մի հատ որևէ համար, ներսի չեզոք մի հատ հոդված կարդամ, բայց բացեմ դեմքով դեպի մարտիկ այն էջը, որտեղ ինչ որ մի կուսակցության գովազդ կա ու նստեմ հրապարակում կարդամ։ Երևանը լծված էր հսկայական այդ պաստառները, ես դրա մասին չէ, դե այնտեղ ասում է, որ դրանք մնում են, պաստառները մնում են։ Բայց ինքը քարոզություն չի, քարոզչությունը, որը մնում։ Երկրորդ, այսօրվա հերոստատեսությունը, երբ որ կա արդեն Հայաստանում կա հերոստատեսություն, այսպես կոչված պատվերով հերոստատեսություն, որը դու կարող ես հետ տալ եւ նայել նախորդ օրերի հաղորդումները, հա, յուրաքանչյուր մարդ կարող է նստել։ Բայց դու գիտակցաբար ես անում։ Հա, դա ուրիշ բան է։ Բանը, ամեն դեպքում այս հոսքերի պայմաններում վերահսկել եւ տեսնել եւ, չգիտեմ, բոլորովին անիմաստ է։ Ի վերջո կարող է քո բջջային հեռախոսի վրա հաղորդագրություններ գա։ Ով է իմանալու ուղարկեցին քո բջջային հեռախոսի, եթե դու չբողոքես։ Կամ, չգիտեմ, բոլոր այլ ձևերով կարող են այդ ամեն ինչը կատարվել։ Այլ բան է, որ կարող են, չգիտեմ, գուցե այստեղ էլ փորձվի մտցվել ինչ որ ինքնակարգավորման մեխանիզմներ կամ գուցե չէ ավելի լավ է հստակեցնել քարոզչություն հասկացությունը։ Քարոզչություն հասկացությունը, որ այդ օրը կուսակցությունները ձեռնպահ են մնում, կուսակցությունները իրենք կամ ընտրություններին մասնակցողները իրենք ձեռնպահ են մնում կոնկրետ քարոզչություն իրականացնելուց։ Լրատվամիջոցները տարածում են այնպիսի նյութեր, որոնք չեն կարող ընկալվել իբրև քարոզչություն կամ չգիտեմ, կամ տարածում են ցանկացած նյութ, բայց կուսակցությունների համար սահմանվի կամ ընտրություններին մասնակիցների համար սահմանվի, որ իրենք այդ օրը ձեռնպահ են մնում ուղղակի քարոզչությունից։ Իսկ մեզ լրատվամիջոցներիս համար այդ սահմանափակումը չլինի, որ մենք կարողանանք մեր գործը անենք, որպեսզի թերթերը շարժից փորձանքից հեռու բան չանեն, չդադարեցնեն իրենց գործունեությունը, կայքերը չբռնեն, չգիտեմ, վախենան ինչ որ նյութ դնեն։ Լռության օրը ես առնվազն վերջին 3 ընտրություններում ամեն լռության օր ամենակիչ 3-4 տարբեր զանգեր եմ ստանում կայքերից, որ ասում են հիմա այսպիսի բան է եղել, ես դնեմ կայքում, թե չդնեմ, կարող է ինձ մեղադրեն, ասեն, որ դու քարոզչություն ես անում, եւ ես չգիտեմ իրենց ինչ ասել։ Մենք իհարկե բացառություն արեցինք վերադառնալով այն թեմային, որը արդեն փակել ենք, եւ ես հասկանում եմ, որ երկու կողմից էլ բազմաթիվ փաստարկներ կլինեն եւ այդ հարցը երևի լուրջ քննարկման առարկա պետք է դառնա, բայց վերադառնանք նաեւ հետընտրական գործընթացներին։ Պարոն Զոլյան, ձեր կարծիքով ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրերը, ծրագրությունների ներկայանալը հանրությանը, ընդհանրապես ընտրական գործընթացների ամփոփումը, վերլուծությունը ինչքանով է կարևոր եւ արդյոք տեղի է ունենում մեզանում։ Ընդհանրապես ես ուզում էի մի բան ասել, որ ձեր հարցը նաեւ դրան ինձ մոտեցրեց, հետընտրական շրջանում բավականին կան քննադատական ձայներ, ասենք, հենց ընդդիմադիր կուսակցություններից, բայց դա միևնույն է ընկալվում է որպես ինչ որ հա որոշակի շահ ունեցող մարդու ասած, հա, որ ինքը պարտվել է այդ ընտրություններում, դե չի ընդունում իր հաղթանակը, բարձր պետք է քննադատի, բայց անկախ դիտորդների, քաղաքացիական հասարակության, փորձագետների, քաղաքագետների ձայները իրոք շատ չեն լսվում։ Կան մարդիկ, որոնք ընդհանրապես, ես չգիտեմ, ասենք կամ ընտրովի են։ Կամ հա, ասենք կան ինչ-որ հայտնի քաղաքագետներ, որոնց շատ, ասենք, կայքերում ամենտեղ իր հարցազրույցը կա, հեռուստատեսը ոչ մի անգամ չես տեսնում։ Ինչի՞ չես տեսնում, չգիտեմ, ասենք սև ցուցակ կա, թե ինչ կա, հա, այսինքն այստեղ խնդիր կա, որ հասարակությունը իրոք այդ անաչառ վերլուծությունը չի լսում եւ սա շատ լուրջ խնդիր է, քանի որ դրանով իսկ հասարակությունը դառնում է ավելի Ես ասած անպաշտպան տարբեր մեդիա մանիպուլյացիաների առջև, հա, երբ որ չկա քաղաքագետը, փորձագետը, չգիտեմ, սոցիոլոգը, որը կարող է օգնել մարդկանց տարբերել, հա, թե որն է մանիպուլյացիա, սոցիոլոգիական հարցման մասին որևէ հաղորդում չի եղել ընտրություններից հետո։ Այսինքն, որպեսզի փորձել հասկանալ հանրության վերաբերմունք ընտրությունների նկատմամբ, ինչ արձագանք դա կտար, հետաքրքիր երևույթ։ Չէ, ընդհանրապես այդտեղ իհարկե խնդիրը նա է, որ խնդրի լուծումը ինչ-որ այլ տեղ է, հա, միայն
մամուլի մեդիայի խնդիրը չի սա, բայց ընդհանուր առմամբ երբ որ նայում ես թե հետընտրական, թե նախընտրական, թե ընտրական օրվա այդ լուսաբանումը, տեսնում ես, որ ի վերջո լրագրողի նպատակը ոչ թե հետաքրքիր տեղեկատվություն տալն է այն ինչ պահանջարկ կա, այլ ուղղակի լավագույն դեպքում, ասենք, կատարել մոնիտորինգի պահանջներն են, լավագույն դեպքում։ Հա, ես չեմ ասում իսկ եթե հետընտրական մոնիտորինգը ոչ մի հետևանքներ չունի, կարելի է դա էլ։ Այսինքն բնական է, եթե ասենք ընդդիմությունը ինչ-որ ակցիաներ է անում հետընտրական շրջանում, պարզ է, որ տրամաբանությունը հուշում է, որ մարդկանց դա պետք է հետաքրքրի, հա, եւ եթե այստեղ զուտ արդեն մոնիտորինգի տրամաբանությունը չի գործում, եթե դու մտածում ես նրա մասին, որ շատ մարդ դիտի քո հեռուստա ալիքը, հա, դու պետք է դա ցույց տաս, բայց եթե դու դա ցույց չես տալիս, նշանակում է ինչ-որ ուրիշ հա, որպես ասած խնդիր ես քո արժեվ դնում, այլ ոչ թե մարդկանց դնում են քո արժեվ։ իրազեկել է լուսաբանումը մանավանդ հետընտրական զարգացումների շատ իսկապես ցավոտ հարց է, որովհետև ու կարելի է կոնկրետ օրինակի վերաբերել, որ հեռուստաընկերությունների մի մասը իհարկե, հեռուստաընկերությունների մի մասը ցույց չեն տալիս այն ինչ որ կատարվում է, ենթադրենք հրապարակում, ու Ռաֆի Հովհաննիսյանի միտինգները եւ այլն, կամ շատ ընտրովի փոքր ինչ որ ինֆորմացիա են տալիս, բայց օրինակ իշխանության արձագանքը դրան լուսաբանվում է ամբողջությամբ։ Եվ եթե ասենք դու մարդ ես, որը չգիտես թե ինչ է կատարվում Ազատության հրապարակում, դու միայն լսում ես թե իշխանությունը ինչ կարծիքի է դրա մասին կամ իշխանությունը գնաց հետը աղոթեց, այսքան բան, բայց խի գնաց։ Ինչի էր գնացել։ Կամ պալատական քաղաքագետ ինչ ասես դրա։ Եվ բացի դրանից բազմազանություն գնահատելը նախընտրական կառույցության շրջանում շատ հեշտ է, որտեղ ասենք ավական ընտրությունների հետ կապված կա 7 կուսակցություն, այդ 7-ին հավասար հնարավորությունները տալիս է, ապահովում է բազմազանության խնդիրը, բայց ընտրություններից հետո դաշտը շատ է լայնանում, ինչպես ապահովել բազմազանությունը եւ տարբեր շերտերի, խմբերի, չգիտեմ, կարծիքների ներկայացումը հետընտրական պրոցես տանողները պետք է լուսաբանվեն։ Այո, պարոն Վարդանյան, արդեն լրատվամիջոցների կողմից ինչպես հնչած քննադատությանը կանդրադառնաք։ Գիտեք, իմ կարծիքով ընտրությունների հետ կապված այնքան կարևոր չի ընտրական օրվա լուսաբանում, երբ որ ընտրություններ են, այսինքն թե ով երբ քվեարկեց, ով ինչ քվեարկեց, այդ ահազանգերը իհարկե գալիս են, տալիս են, բայց ինչպես ասեց պարոն Մանուկյանը, հենց ընտրությունները վերջանում են, միանգամից exit poll-ն է գալիս, 3 ընտրություն ենք sense դիտարկում, մերթ 2012-ին 2 այլընտրանքային exit poll կար։ Դրանից հետո ճիշտ դուրս եկա։ Դու հա, ու այս ընտրություններին ընդհանրապես 3 ալիքով տարբեր թվեր էին այտենց հետ ընկած, բայց չէ, exit poll-ը մեկն էր, բայց հետո արդեն ընտրությունների արդյունքները on-line տալու մասին է խոսքը, տարբեր արդյունքների։ Եվ հետո արդեն նաև այդ ընդհանուր միջոցառման այն պահն է գալիս, որ լրատվամիջոցը ասում է ինչ անել, այսինքն ոնց որ ասում է ամեն ինչ լավ էր, կարող ենք ծրվել տներով, ասենց ասած։ Եվ եթե այս ավական ընտրություններն էին նայում, հետաքրքիր պատկեր էր այն առումով, որ ընտրությանը մասնակցող հիմնական ուժերից այն ուժերը, ովքեր որ գոնե հեռուստատեսություններում լծակներ ունեին, խոսքը Դաշնակցության մասին է եւ ասենք Բարգավաճ Հայաստան կուսակցության մասին, իրենց ալիքները, ինչքան որ ես դիտում էի, բավականաչափ ակտիվ չէին եթերում, ինչքան որ կարող էին լինել, ասենք ավական ընտրություններից հետո։ Ավականու, ինչքան որ խորհրդականի ժամանակ ալիքը որտեղ ասած են երկիր մեդիան բավականաչափ տներով ծրվելու չէ, ես գալիս եմ տներով ծրվելու պահին։ Այսինքն իմ դիտարկումներով երկիր մեդիան ընթացքում արդյունքները տալիս է եւ արտասայություններ անում էր, բայց այսպես ընդհանուր non-stop վիճակ չէր, ոնց որ կարող է լինել։ Կենտրոնը իմ համար տարօրինակ էր, որ ընդհանրապես շատ пассив էր հետընտրական շրջանում եւ չէր ամփոփում այդ ընտրական օրը եւ այլն։ Տներով ծրվելու հրահանգը չէ։ Տներով ծրվելու հրահանգի մասին եթե խոսեմ, պետք է խոսեմ այն ալիքի մասին, որը ընտրական մարաթոն էր անում, Արմնյուզի մասին։ Արմնյուզում այլ ընտրական մարաթոն է կար արդյունքների ամփոփելը, բայց այստեղ հարցեր կան այն ինչի որ ասում էինք։ Մարդիկ ովքեր հրավիրված էին արդյոք այն մարդիկ էին ովքեր պետք է հրավիրվեին, փորձագետները արդյոք բավարարչափ ասում էին այն ինչ որ պետք էր լսել հասարակությանը եւ վերջապես ուր էին ընտրության մասնակցող կուսակցությունները։ Ինչու կարծիքներ չկային շտաբերից եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ ինչ չէր հերիքում ընդհանրապես։ Ես պատասխանում ասեմ դες։ Շատ հաճախ երկիր մեդիային մեղադրում են նախագահական ընտրություններին ակտիվ չի եղել։ Պարոն Նավասարդյանն էլ մոնիտորինգը ներկայացրեց։ Ոչ թե ակտիվ չէր, ես ասում եմ պակաս անտիներ կան։ Ես հետո հաշվեցի, որ շատ ավելի նախագահական ընտրություններին ենք լուսաբանել, քան որևէ մեկ։ Դավիթը նստած է այստեղ վկայի։ Ընտրությունների ավարտվեցին, սկսեցին ընտրությունների մասնակից կուսակցություններին հրավիրել։
Դավիթ Սանասարյանը կարող է վկայել։ Վերջում ասեց լավ ես կգամ, որտեղ մարդ չէր գալի։ Հանրապետականին հազիվ համոզեցի, մնացածը չեկա։ Բայց պրոբլեմա ուղղակի չեկա։ Եվ ոչ միայն այդ, այլ բազմաթիվ այլ խնդիրներ, ցավոք մեր եթերաժամանակը սպառվել է։ Հարգելի հեռուստադիտող, մենք կշարունակենք այս թեմայով զրույցները նաև մեր հետագա հաղորդումներում։ Հաջողություն։